Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Եկեղեցու շուրջ իրավիճակը դարձել է Հայաստանի ներքաղաքական գլխավոր խնդիրը։ Վարչապետը խոսում է օտարերկրյա գործակալների մասին, հնարավոր է հարցը տեղափոխվի միջպետական հարաբերությունների ոլորտ։ Մյուս կողմից նախորդ օրերին մի շարք հայտնի ԿՊԱ-ականներ հայտարարեցին, թե չեն լինելու գալիք խորհրդարանում։ Ինչու է Փաշինյանը որոշել նոր թիմով գնալ ընտրությունների։ Մեր հյուրն է ազգային ժողովում իշխող ուժի ներկայացուցիչ Հրաչյա Հակոբյանը, բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Հակոբյան, եկեք անկեղծ լինենք, եկեղեցու շուրջ այս իրավիճակը ինչու դարձավ ներքաղաքական գլխավոր թեմա։ Հայաստանը այլ խնդիրներ չունի։ Հայաստանը ունի այլ խնդիրներ, Հայաստանը զբաղվում է իր բոլոր խնդիրներով, թե անվտանգային, թե արտաքին խնդիրներով, բայց կա մի շատ կարևոր խնդիր, որը վերաբերում է Հայաստանի ներքին կյանքին, մասնավորապես Հայաստանի հոգևոր կյանքին։ Իսկ մենք, ես ինքս ինձ համարում եմ հավատացյալ մարդ, քրիստոնյա, եւ եթե կան բազմաթիվ խնդիրներ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ կապված, դրա մասին պարզապես պետք չէ լռել։ Եթե հնարավոր է զուգահեռ, իսկ մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է, օրինակ սա հնարավոր չէր լինի 2020 թվականի պատերազմի ժամանակ, սա հնարավոր չէր լինի COVID-ի ժամանակ, որովհետև շատ ծայրահեղ վիճակում էր գտնվում մեր երկիրը, մեր պետությունը, բայց հիմա կարծես թե կարելի է համ զբաղվել մեր արտաքին քաղաքականությամբ, համ զբաղվել մեր անվտանգությամբ եւ խոսել նաեւ եկեղեցու բարձրաստիճան հոգեվորականների հետ կապված խնդիրների մասին։ Հարցը, ինչպես դուք եք ասում, բարձրաստիճան հոգեվորականների հետ կապված այդ խնդիրներն են, թե կա մեկ ուրիշ խնդիր։ Օրինակ, ես հիշում եմ, որ ի սկզբանե վարչապետը իշխանությունները այսպես առաջին պլան էին մղում այն թեման, գիտեք, կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, պետք է հեռանա։ Հիմա կարծես առաջի պլան է գալիս գործակալների հետ կապված այդ ողջ պատմությունը։ Արդյոք սա արվում է նաև այն պատճառով, որ օրինակ իշխանությունները տեսան, որ առաջին թեմայի պարագայում թույլ տվեք ասել, այսպես բավարար քանակությամբ աջակիցներ չեն գտնում բարձրաստիճան հոգևորականների շրջանում կաթողիկոսին հեռացնելու համար, դրա համար էլ հիմա այս գործակալների թեման է առաջ մղվում։ Տեսեք, դուք հիմա խոսում եք ձևի մասին, մոռանալով բովանդակությունը։ Եկեք ավելի շատ մենք խոսենք բովանդակության մասին, իսկ ձևը թողնենք երկրորդական։ Բովանդակությունը ո՞րն է։ Մեկ, որ այդպես էլ չհերքվեց կաթողիկոսի կողմից իր զավակ ունենալու հանգամանքը։ Ոչ հերքվեց, ոչ հաստատվեց, ուղղակի ասում էին դա ճիշտ հարց չէ եւ անցնում էին առաջ։ Ինչպես ասում է ձայն բազմած ձայն Աստծո։ Եթե բազմության ձայնն է, բազմության հարցն է, ապա դա Աստծո ձայնն է։ Այնպես որ նա պետք է, կարծում եմ, պարտավոր էր պատասխանել, նրանք պետք է պարտավոր էին պատասխանել այդ հարցին, այնպես որ հետո այդ նույն այդ գործակալների հետ կապված ինչու առաջ մղվեց այդ թեման։ Հիմա էլի եմ ասում, որովհետև այդ թեմաները կան։ Տեսեք, դուք ասում եք ինչու առաջ մղվեց այդ թեման, ես կարող եմ ասել հետևյալը, որովհետև այդ թեմաները կան։ Եթե այդ թեմաները չլինեին, այդ թեմաները առաջ չէին մղվի։ Հասկանալի, լավ կլիներ, չէ՞ որ այդ թեմաները չլինեին։ Իհարկե։ Լավ կլիներ, չէ՞ որ օրինակ կաթողիկոսի հետ կապված այդպիսի հարց չլիներ։ Զավակ ունի նա թե ոչ։ Լավ կլիներ, չէ՞ որ օրինակ Արշակ Սրբազան, հա, այդպես կոչենք հիմա Արշակ Սրբազանի հետ կապված այդ հայտնի տեսանյութը չլիներ, լավ կլիներ։ Լավ կլիներ, չէ, որ Նավասարդ arczepiskopos Քեչարյանի հետ կապված հայտնի Bentley թեման չլիներ, լավ կլիներ։ Լավ կլիներ, չէ, որ Եզրաս arczepiskopos Ներսիսյանի հետ կապված գործակալի թեման չլիներ, լավ կլիներ։ Կան այս թեմաները, կան։ Շատ վատ է։ Պետք է խոսել դրա մասին։ Ես համոզված եմ, որ պետք է խոսել։ Այնպես որ թողնել բովանդակությունը եւ խոսել մենակ ձևի մասին, ասել, այ ինչու այս հարցը բարձրացվեց հիմա, ինչու եք սրա մասին խոսում, տեսակ սա չաշխատեց, սրա մասին եք խոսում, բայց այդ նման բան չկա, չէ։
Նման բան չկա, Կա մի այսինքն բան, որ այդ թեմաները կան։ Այդ թեմաները հանրությանը հուզող, հանրությանը հետաքրքրող թեմաներ են։ Հանրությունը ուզում է իմանալ այդ հարցերի պատասխանը։ Բոլոր նշածս հարցերի։ Եվ մի շարք այլ հարցեր կան, որոնց մասին դեռ չի խոսում։ Շատ լավ, եկեք ըստ ինչպես դուք եք ասում, բովանդակությունից խոսենք։ Երբ որ մենք ասում ենք կա գործակալների թեման, երբ որ վարչապետը ազգային ժողովի ամբիոնից խոսում է, եթե չեմ սխալվում, նաև ասած Օտոն թեմի առաջնորդը նույնպես առավոտի այդ զրույցում խոսելով այդ գործակալների ընդհանուր առմամբ թեմայից, ասած կամ փաստաթղթեր, արձանագրություններ, խոսքը որ երկրի մասին է։ Ռուսաստանի, նաև հաշվի առնելով, որ վերջերս Պուտինը, եթե չեմ սխալվում, Նևսկու անվան մեդալով այսպես պարգևատրեց ռուսահայոց թեմի առաջնորդին, կաթողիկոսի եղբորը։ Եթե խոսք է գնում, որ օրինակ ինչ որ մեկը KGB-ի գործակալ է եղել, բնականաբար այդ երկիրը եղել է Սովետական միությունը, այսինքն ներկայիս Բայց Սովետական միությունը 30 տարուց ավելի չկա։ Դե չկա, բայց մենք խնդիր չենք տեսնում, որ մեր բարձրաստիճան հոգևորականը 30 տարի առաջ հավաքագրված է եղել KGB-ում։ Հիմա մենք ասենք Սովետական միությունը չկա, KGB-ն չկա, այդ հոգևորականը անմեղ է կամ կապ չի ունեցել KGB-ի հետ, եկեղեցու ներսում դա խնդիր չի եղել, հիմա խնդիր չի, որ իր գործող, լավ, շատ լավ, Սովետական միությունը չկա, KGB-ն չկա, իսկ կա հայ առաքելական եկեղեցի, կա հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի միություն, կա Ռուսաստանի միության առաջնորդ, թեմի առաջնորդ, կա։ Եղել է արդյոք Ռուսաստանի միության թեմի առաջնորդը նախկինում KGB-ի գործակալ։ Խնդիր է դա, թե խնդիր չէ։ Շատ լավ, բայց վարչապետը խոսում է նաև կաթողիկոսի մասին, որը ենթարկվում է օտարերկրյա լեյտենանտին, ինչպես ինքը ասաց, սա լուրջ մեղադրանք է։ Ես այդ մեղադրանքի հետ կապված կարծում եմ ճիշտ կլինի հարցը ուղղել կառավարություն ավելի կոնկրետ վարչապետին։ Հիմա տեսեք, հիմա կոնկրետ որևէ բան չեմ կարող ասել այդ մեղադրանքի հետ կապված։ Շատ լավ, հիմա տեսեք, ընդդիմությունը ձեզ քննադատում է, ասում է, գիտեք, կաթողիկոսը ենթարկվում է օտարերկրյա գործակալներին։ Եկեղեցու ներսում գործակալներ կան, ձերբակալ եք։ Ինչու եք բարձրացնում այն հարցը, որ գիտեք Արշակ Սրբազանը ինչ որ մեկի գրպանը թմրա նյութ է գցել։ Ձերբակալ եք գործակալներին։ Ինչու իշխանությունները չեն ձերբակալում գործակալներին։ Ոչ գործակալներին չձերբակալողներն են իշխանությունները, մենք կառավարող ուժը, ոչ Արշակ Խաչատրյանին թմրանյութ պայուսակի մեջ գցելու համար ձերբակալողն է իշխանությունը կամ կառավարող ուժը։ Դրա համար գոյություն ունեն պատկան մարմիններ, մասնավորապես պետայական համակարգ, դրանով զբաղվում են իրենք։ Քանի որ այս թեման շատ էսպես թեժ թեմա է, ակտուալ թեմա է, կարծում եմ դուք ձեր ընկերների շրջապատում քննարկած կլինեք, թե ի վերջո ով կարող է, ինչպես իշխանություններն են ասում, մաքրված եկեղեցու գլուխ կանգնել։ Դուք քննարկում եք ինչ-որ թեկնածուներ։ Չէ, թեկնածուներ մենք չենք քննարկում, մենք բարձրաձայնում ենք հարց, որը կապված է մեր սրբության սրբոցի հետ, մեր եկեղեցու հետ։ Մենք այն մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, հիմնականում հավատացյալներ են, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ են եւ բարձրաձայնում ենք խնդիրների մասին, ուզում ենք այդ խնդիրները չլինեն։ Ուզում ենք, որ այսօր եթե եկեղեցու հետևորդ ուզենա մկրտել իր զավակին, ծանր ու թեթև չանի, թե որ հոգևորականն է, որ թաթախված չէ այս կամ այն մեղքի մեջ, արժե արդյոք նրա մոտ մկրտել երեխային, թե չէ։ Օրինակ, ինչպես կզգա այն քրիստոնյան, այն հավատացյալը, ով տարել է իր զավակին մկրտել է, օրինակ մկրտություն իրականացրել է Արշակ Խաչատրյանը, Արշակ Սրբազանը։ Ես օրինակ եթե երբևէ իմ զավակին մկրտած լիներ Արշակ Սրբազանը, ես շատ հիմա անհարմար վիճակում կլինեի։
տեսնելով թե ինչպես է օրինակ եկեք չխոսեմ տեսանյութի մասին, տեսաձայնագրության մասին, չխոսեմ թմրանյութի մասին, որ այլ բոլորովին վերջերս 2 օր առաջ հրապարակվեց այն տեսանյութը, որ բռունցքով հարվածում է մի քաղաքացու։ Նախորդ օրերին միանգամից մի քանի ԿՊԱ-կաններ, ազգային ժողովում իշխող ուժի ներկայացուցիչներ հայտարարեցին, որ իրենք չեն պատրաստվում լինել գալիք խորհրդարանում, բայց քանի որ բոլորը, այսպես կարծես այդ թվում դուք միաժամանակ հանդես եկաք, այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ մեկը այսպես գրիչը առել է ձեռքը եւ ապագա այսպես ցուցակը ջնջում էին մարդկանց անունները, որոնք իր կարծիքով չպետք է լինեն գալիք խորհրդարանում եւ կարելի է ենթադրել թե այդ մեկը ով է կա նման բան։ Դուք ասում եք միանգամից բոլորը սկսեցիք հայտարարել, այդ թվում նաեւ ես ասեմ, որ ուղղակի կար ինքնառաջադրումների վերջնաժամկետ, դա նոյեմբերի 30-ն էր եւ 30-ից հետո ամսի 1-ին, դեկտեմբերի ամսի 2-ին բոլոր այն մարդիկ, ովքեր չէին առաջադրվել, սկսեցին հայտարարել կամ մամուլը իմացավ դրա մասին իր աղբյուրներից, այսպես ասած, եւ դա դարձավ այլևս փաստ, որ մենք, այդ թվում նաեւ ես եւ իմ որոշ գործընկերներ չենք առաջադրվել։ Նոյեմբեր ամիսը, նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30 տրված էր ինքնառաջադրումների ժամանակահատված եւ այնպես չի, որ ես կամ իմ գործընկերները նոյեմբերի կամ դեկտեմբերի 1-ին իմացանք, որ մենք չենք առաջադրվել, որովհետեւ դու գիտեիք, մինչ այդ ով չի առաջադրվելու, քննարկում էիք։ Մարդիկ արդեն ինչ չէիք ասում ես։ Ասում էի։ Օրինակ Ազատություն ռադիոկայանից լրագրողի ինձ զանգահարեց եւ հարցրեց առաջադրվելու եմ թե չէ, ես ասացի, որ ես դեռ որոշում չունեմ։ Դեռ կարծեմ մի 4 օր դեռ կար վերջնաժամկետին, ես ասացի, որ դեռ որոշում չունեմ, այսինքն դրա մասին ես արդեն հայտարարել էի։ Ու այնպես չի, որ ես գիտեի, որ կամ այդպիսի բան կար, որ ինչ որ մեկը կամ իմ անունը ջնջում էր այդ պահին կամ ինչ որ մեկը չէ, ենթադրում է վարչապետ Փաշինյանը, այո։ Չկա նման բան, ուղղակի եկավ վերջնաժամկետը, բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում էին դեռ առաջադրվեն թե չառաջադրվեն, չառաջադրվեցին եւ դուք երբ որ ասում եք միանգամից բոլորը հայտարարեցիք, դա կապված էր ովքեր որ չառաջադրվեցին։ Դա կապված էր զուտ վերջնաժամկետը լրացավ, առաջադրում այլևս չէր կարող լինել, մենք չառաջադրվեցինք, հետեւաբար արդեն խոսեցինք այն մասին, որ մենք չենք առաջադրվել ցուցակում։ Այդքանը։ Եթե չեմ սխալվում, մոտավորապես 40 հոգի ոչ կուսակցական մարդիկ, որոնք ԿՊ անդամ չեն, հայտ են ներկայացրել լինելու այդ ցուցակում։ Սա ինչի մասին է խոսում։ ԿՊ-ն ընդունում է, ասում է, գիտեք, մենք կադրային խնդիր ունենք եւ այսպես դրսից ենք մարդկանց բերում, թե կարելի է ուրիշ ձև ձևակերպել, որ այսպես թարմարյուն է նպատակը թարմարյուն ապահովելն է իշխող կուսակցություն։ Մեր առաջադրման մեխանիզմում չկար այլ մարդու առաջադրելու մեխանիզմ։ Մարդիկ պետք է ինքնառաջադրվեին։ Այսինքն, երբ որ դուք ասում եք դրսից թարմ մարդիկ ենք բերում կամ կադրեր չունեինք, դրսից էինք կադրեր բերում, դա չէր կարող տեղի ունենալ, եթե մարդիկ իրենք չուզենային առաջադրվել, որովհետև մարդիկ ինքնառաջադրվում են։ Չէր կարող որևէ մեկին դու առաջադրել որպես տեխնացու։ Իսկ դա խոսում է այն բանի մասին, որ ի հեճուկս այն խոսակցությունների, որ ասում են, այ դուք վարկանիշ չունեք, այլ ԿՊ-ն չգիտեմ, չունի համակիրներ, վստահություն չի ներշնչում, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այնքան վստահություն է ներշնչում, այնքան համակիրներ ունի, որ 40 ոչ կուսակցականներ ինքն առաջադրվել են, իրենց կամքով հայտ են ներկայացրել, որպեսզի լինեն ցուցակում։ Բայց այդ հանգամանքը խանդ չի առաջացնի, ԿՊ-ի ներսում հնարավոր է մարդիկ լինեն, ասեն, գիտեք ինչ, մենք ԿՊԱ-ական ենք, 5 տարի աշխատել ենք, մենք ենք ուզում լինել ազգային ժողովում, ինչու պետք է
դրսից ինչ-որ մեկը գա եւ տեղ զբաղեցնի ցուցակում, ընտրվի պատգամավոր, բայց ես եմ կուսակցական։ Շատ լավ, խանդ չի առաջացնի, որովհետև այդ մարդկանց մեծ մասը ընտրել է վարչություն եւ վարչությունն է այդպիսի որոշում կայացրել, այնպես որ մենք ունենք լեգիտիմ ընտրված վարչություն եւ մեր վարչության որոշումները մեր համար այն որոշումներն են, որոնք կայացնում են մեր ընտրած վարչությունը։ ԿՊ ցուցակը շատ է տարբերվելու ազգային ժողովում ԿՊ խմբակցության ներկայիս կազմից։ Ես չեմ կարող տեղեկություն ունենալ ապագա ցուցակի մասին։ Ապագա ցուցակի մասին տեղեկություն ունենալ կնշանակի ես իմանամ ով ինչպես է ընտրելու։ Այո, բայց եթե չեմ սխալվում, վարչությունը պետք է իր համաձայնությունը տա, որից հետո այդ արդեն իսկ համաձայնություն ստացած ցուցակը ներկայացվում է համագումարին քվեարկության։ Եթե չեմ սխալվում, դա օրենքի առնվազն պահանջն է, որ օրինակ վարչությունը, կուսակցությունների վարչությունները կամ գերագույն մարմինները կազմեն ցուցակ, առնվազն իրենք կազմեն ցուցակ, բայց այդ ցուցակը հաստատի համագումարը։ Մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որդեգրել եմ մեկ այլ մոտեցում, մեր ցուցակը պետք է ամբողջությամբ ընտրի համագումարը, ոչ թե վարչությունը կազմի ցուցակ եւ դնի հաստատման համագումարում, այլ ամբողջությամբ ցուցակը պետք է ընտրի համագումարը։ Դուք ինչու որոշեցիք չլինել գալիք խորհրդարանում։ Ես ուղղակի որոշեցի ինչ որ ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չզբաղվեմ։ Իսկ ինչով եք զբաղվելու։ Դեռ չեմ որոշել ինչով կզբաղվեմ։ Բիզնեսով։ Բիզնեսով, միգուցե բիզնեսով զբաղվեմ, բայց դեռ չեմ որոշել, թե կոնկրետ ինչով կզբաղվեմ։ Հայաստանի առաջին տիկնոջ մասին, ձեր քրոջ մասին, Աննա Հակոբյանի մասին ասում են, որ կապված է տարբեր բիզնեսների հետ, 88 սուպերմարկետների ցանց, տալիս են Քաջարանի կոմբինատի անունը, ինքը հերքում է այդ հայտարարությունները։ Ես հարցը մի փոքր այլ կերպ կտամ։ Վարչապետը, առաջին տիկինը ինչ որ բիզնեսներ ունեն։ Չունեն բիզնեսներ, թերևս միակ իրենց բիզնեսը դա հայկական ժամանակ օրաթերթն է, որը ունեն 1998-99 թվականներից, հա, այլ բիզնես չունեն։ Ինչ վերաբերում է նշված սուպերմարկետին, Քաջարանի, հա, կոմբինատին, դրանց մասին ոչ միայն հերքումներ են եղել, օրինակ քույրս մի քանի անգամ է հերքել նույն սուպերմարկետների հետ կապված, բոլորովին վերջերս էլի հերքեց, այլ նաև մենք օրինակ թե իմ քույրը, թե ես 3 առաջի օրը դիմել եմ դատախազություն, օրինակ 3 առաջի օրը աչքովս ընկավ հանդիպեցի մի գրառում, որտեղ որ ասում են, որ պղնձամոլիբդենային կոմբինատում Քաջարանի փողի լվացում է իրականացում, էլի Աննա Հակոբյանի անունները այդտեղ տրվում եւ ես ինքս եմ դիմել դատախազություն, որպեսզի դա հիմք ընդունեն հաղորդում հանցագործության մասին եւ ուսումնասիրեն, թե այդ անձը, որ այդ գրառումը արել էր, որտեղից իրեն այդ տեղեկությունը եւ եթե կա նման բան, բոլոր պատասխանատուները, բոլոր մեղավորները, բոլոր այդ չարաշահողները կանգնեն պատասխանատվության առաջ։ Այսինքն ես ինքս դիմել եմ դատախազություն։ Հարմար չի օրենքի շրջանակներում ինչ որ բիզնես ունենալ, քանի դեռ նաև իշխանություն եք եւ դա նաև եկամուտ կբերի։ Դե գիտեք, այն մարդկանց ում որ դա հարմար է եղել, այսօր նրանք միլիոնատեր են։ Դուք չեք ուզում միլիոնատեր։ Երկու օր առաջ Ռուբեն Ռուբինյանը ազգային ժողովի ամբիոնից ինձ հարցրեց, ասեց, ինչու դուք միլիոնատեր չեք։ Ես պատասխանեցի, իհարկե հեգնանքով, որովհետև միակ մեղադրանքը, թե ինչու ավելի շուտ միակ համոզմունքը, թե ինչու են օրինակ նախկին պաշտոնյաների մերձավորները, բարեկամները միլիոններ աշխատել իրենց կառավարման ժամանակ, ասում են, որ իրենք որովհետև բիզնես ջիղ են ունեցել եւ ինչու մենք չենք կարողանում միլիոնատեր լինել, որովհետև
մեզ ասում են, որովհետև մենք ապաշնոր ենք եւ ի պատասխան Ռուբեն Ռուբինյանի հարցի ես ասացի, որովհետև ապաշնոր եմ, դրա համար չեմ կարողանում այսօր դառնալ միլիոնատեր։ Այնպես որ ասում եք հարմար չի, ում որ հարմար է եղել, տեսել ենք թե ինչ միլիոնների կարողություն են ստեղծել։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքով ըստ գլխավոր դատախազության պահանջում է $200 միլիոն գույք հատուցել Հայաստանի Հանրապետությանը։ Պարբերաբար շփվում եք ձեր քրոջ ընտանիքի հետ։ Եթե գա այն օրը, երբ Հայաստանի քաղաքացիները այլևս քվեների մեծամասնությունը չտան քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ Նիկոլ Փաշինյանը ԿՊ-ն զրկվեն իշխանությունից, դուք խոսում եք այ ինչով են իրենք զբաղվելու, ինչպես են ապրելու։ Ընդհանրապես չենք խոսում այն մասին, որ եթե գա այն օրը, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քաղաքացիները չտան քվե, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր արժև ունի առաքելություն եւ մենք մտածում ենք այդ առաքելությունը խոսքը խաղաղության մասին է, խոսքը խաղաղության դարաշրջան բացելու մասին է Հայաստանի Հանրապետության համար, մենք մտածում ենք այդ առաքելության հետևից գնալ, դա իրականություն դարձնելու մասին եւ չենք մտածում, որ բնականաբար կգա օր եւ ես հուսամ եւ ես գրեթե վստահ եմ, որ այդ օրը կլինի, երբ որ մենք այդ առաքելությունը կատարած կլինենք, Հայաստանի Հանրապետությանը վերջնականապես կբերենք խաղաղության դարաշրջան եւ այդ օրը կլինի այդ ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն ընտրի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետը չի լինի Նիկոլ Փաշինյանը, այդ ժամանակ կարելի է մտածել ինչով պետք է զբաղվել։ Իսկ մինչ այդ մտածելու այլ բաներ կան, ինչի մասին խոսեցի քիչ առաջ։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք Ազգային ժողովում իշխող ուժի ներկայացուցիչ Հրաչյա Հակոբյանին, կհանդիպենք։